Անգերձ ասած մեզ քիչեր միայն գագնգալ էին, որ այս փուլին Բաքվի փանդերում մեջ գտնվող եւ Արցախի քաղաքական էլիտային մաս կազմող անձնավորությունները, քաղաքական գործիչները ազատ արձակվին։ Բաժարները շատ բարձ են, բոլորիս համար իրավիճակը ալավելին բարձ է։ Այս խնդիրը խորքի մեջ քաղաքական հարց է եւ այն ունի բազում շերտեր։ Արտաքին միջամտություն, արտաքին խաղեր, ներքին հայկական ճակատի բարակդվածություն ու նաեւ Ադրբեջանի կողմէ օգտագործվեցավ ու դակավին պիտի օգտագործվի որպես քաղաքական խաղակարդ։ Մեկ կողմէ Փաշինյան Ալիև հանդիպում տեղի ունենա Արաբական Միացյալ Էմիրություններու մեջ եւ գդրվի խաղաղության Շեխ Զայեդի մրցանակը, մյուս կողմէ այս բանդարգյալներուն հանդեպ կամ անոնց դեմ վճիռ կարձակվի։ Սմահ բանդարգություն, 20 տարվա բանդարգություն ու նաեւ ավելի նվազ դարիներով բանդարգություն։ Սա արդյոք զուգադիպություն է կամ այս որոշումներու յետին Ադրբեջան ինչ որ մեսեջներ, ինչ որ պատկամներ կփոխանցե հայության ու հայ ժողովրդին, դակավին վաղ է այս մասին խոսիլը։ Անշուշտ կան խոսակցություններ, որ այս վճիռը վերջնական չէ, այն իմաստով, որ հանգարց գստորակրվի կողմերու միջև խաղաղության պայմանագիրը ու նաև Ադրբեջան որպես բարի գամքի դրսևորում, որուն մասին մեզ շատերը կասկածներով պիտի մոտենան, ազատ կարձակե այս քաղաքական բանդարգյալները։ Խնդիրը բավական խրտին է ու բազմաջյուղ, սակայն ամենակարևորը այս բոլորի մեջ, անգերձ ասած, հայկական ներքին խոհանոցին դարբեր առումներով բաժնված լալն է։ Մենք պատերազմեն ետք, հարգելի ագնտիրներ, չեղանք այնինչ որ պետք է լայինք, չեղանք միագամ, չունեցանք մեկ թադ, չխոսեցանք մեկ լեզու, այլ մեզ յուրաքանչյուրը փորձեց իր ագնոցով, իր բրիսմակով եւ իր հայացքով ներկայացնել հարցերը ու նաեւ քննարկել այդ հարցերը տարբեր հարթակներով վրա։ Այսօր տարբեր առիթներով մենք լսեցինք, որ այս խնդիրը դարձավ խոսքը անշուշտ Բաքվի բանդերում մեջ գտնվող բանդարգյալներու մասին է, որ այս խնդիրը դարձավ միջազգային հանրության ներկայացված հարցը։ Սպիրկի տարբեր քաղաքտոջախներու մեջ, Ֆրանսիայեն մինչև Միացյալ Նահանգներ, Հարավային Ամերիկա նույնիսկ, Կանադա, Լիբանան, Մերձավոր Արևելք, ուր որ հայ կա, բոլորը փորձեցին ինչ որ կերպ օգնություն կատարել, որբեսի Ադրբեջան ի վերջո ազատ արձակե այս քերիները, բայց չհաջողեցան։ Նույնը կրնան գսել, որ փորձեր տեղի ունեցան նաև Միացյալ Նահանգներու հետ, փորձեր տեղի ունեցան մագի ամբիոններուն հետ, մարդկային իրավանց տարբեր NGO-ներու հետ։ Վերջերս օրերս քրիստոնեական ազատության, նաև քրիստոնյաներու թադը պաշտպանող մեծ գազագերբության Միացյալ Նահանգներու մեջ գումարված մեծ համաժողովին ընթացքին այս նյութը արձարծվեցավ, սակայն ոչ մեկ արդյունք։ Գլխավոր բանալին ուր կգտնվեր անշուշտ Ալիևի մոտ։ Ու նաև այդ աստեցության կոդի մեջ գար բնականաբար Անկարայի աստեցությունը ու անգե առաջ, երբ Արցախը տեղահանվեցավ, այս խաղի մեջ ճագերտավոր շատ մեծ խոսք ուներ ասելիք Ռուսաստանը, ինքը Մոսկվան, որ սակայն ոչինչ հրավ ու դակավին մինչև այսօր հայտարարություններ են անտին ոչ մեկ կերպ խոսակցություն կնած հայ քաղաքական քերիներուն, ռազմակերիներուն մասին։ Անգերձ ասած, այս հարցը միայն Հայաստանի հարցը չէր, այս հարցը նաև Հայաստանի դաշնակիցներուն հարցն էր, այս հարցը նաև Ռուսաստանի հարցն էր, որ սակայն ինչ պատճառներով կրնամսել ցերկերը լված այս խնդրեն։ Մյուս կողմը այս բոլորեն անթին ամենախոցելին հայկական գեցվածքներ, որովհետև իշխանությունը ինչ պատճառներով որ կփորձե եւ անշուշտ իր խոսույթը խաղաղության խոսույթն է, պիտի խուսափեր այս խնդրեն։ Տարբեր առիթներով Հայաստանի պաշտոնական անձնավորություններ, քաղաքական գործիչներ արտահայտվեցան
եւ դիտարկեցին, որ բավական նուրբ խնդրի հետ կապ ունենք եւ անշուշտ հասկանալի է այդ մեկը։ Մյուս կողմը ինտիմատիր ճակատը փոխանակ լեզու գտնելու իշխանություններուն հետ կամ նույնիսկ ինչ որ կերպ իր գարձիկը վերածևավորելու գնաց ծայրահեղ քայլերու եւ ասոր դիմաց ինտիմությունը փոխանակ փորձեր ինչ որ հասարակած խաղապարի մշուրջ կովկովվեր ու բոլորվեր գադարեց ճիշտ հագարակը դարձյալ հայկական իմաստության մոդեցումը յուրաքանչյուրը իր բադուհանեն գնայի հարցերուն եւ արդյունքը կունենանք հայկական հիվանդության հին վարգածը մեր աչքերուն յուրաքանչյուրը իր բադուհանեն գնայի հարցերուն եւ յուրաքանչյուրը իր թեզը կփորձե առաջ քաշել եւ ասոր ընդանուր դեսարանը կտեսնենք զերո արդյունք այսօր ունինք այնինչ ունինք բանդարգյալներ ցգյանս բանդարգյալներ որոնք 20 տարի պիտի անցնեն Բաքվի բանդերում մեջ եւ բանդարգյալներ որ նվազ դարիներով պիտի դադարդված մնան այնտեղ անշուշտ եթե հրաշքը չվադայի անշուշտ եթե քաղաքական լուրջ թեզը չլա որ Բաքու ստիպված լա հաշվին ստիլ հայկական կողմին հետ ու անվարան առանց այլևայլի ազատ արցակե հայ քաղաքական բանդարգյալները անգերձ ասած ոչ մեկ բան գրնար զարմացնել զիս սակայն ամենամեծ հարցադրումը այն է որ ինչու հայությունը բادرազմեն յետք միագամ չդարձավ եւ գշարունակե մնալ մասնատված եւ յուրաքանչյուրը իր գարձիկով իր դեսլագանով եւ իր բադուհանեն փորձե դիդարգել ու միավորներ գուտակել հանուն իր քաղաքական շահերուն անգերց ասած